Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 10։ Թող ինձ համբուրե իր բերանի համբյուրներովը, որովհետև քո սերը գինիից լավ է։ Երկերկոց 1:2 խոսք։ Եկեղեցին կամ նաև հավատացյալը այստեղ հանդես է գալիս որպես թագավորի Մեսիայի հարսնացուն։ Նրա շուրթերի համբյուրները խորհրդանշում են ներման հավաստիացումները, որոնցով օրհնվում են հավատացյալները, լցնելով նրանց խաղաղությամբ և ուրախությամբ հավատքի մեջ և տալով առատ հույս Սուրբ Հոգու զորությամբ։ Ողորմած հոգիները իրենց ամենամեծ հաճույքը ստանում են Քրիստոսին սիրելուց և նրա կողմից սիրված լինելուց։ Քրիստոսի սերն ավելի թանկարժեք և ցանկալի է, քան այս աշխարհի առաջարկված բոլոր լավագույն բաները։ Քրիստոսի անունը այլևս կնքված յուղի նման չէ, այլ թափված յուղի, որը խորհրդանշում է նրա շնորհի դրսևորման ազատությունն ու լիությունը ավետարանի միջոցով։ Նրանք, ում նա փրկագնել և սրբագործել է, այստեղ օրիորդներ են, ովքեր սիրում են Հիսուս Քրիստոսին և հետևում են նրան ուր էլ որ նա գնա։ Քրիստոսի անվան հայտնությունը նման է թանկարժեք յուղի անոթի բացմանը, որի բույրը լցնում է ամբողջ սենյակը։ Նրա ավետարանի քարոզչությունը բացահայտում է նրա իմաստության բույրը ամենուր։ Հոգին ուրախության յուղն էր, որով օծվեց Քրիստոսը, և բոլոր ճշմարիտ հավատացյալները ունեն այս օծումը, այնպես որ նա թանկ է նրանց համար, և նրանք էլ թանկ են նրա և միմյանց համար։ Բարի անունը թանկարժեք օծանելիքի պես է, բայց Քրիստոսի անունը բոլորից առավել բուրավետ է։ Իմաստությունը, ինչպես յուղը, երեսը լուսավորում է, սակայն Փրկիչը գեղեցկությամբ գերազանցում է բոլորին։ Քրիստոսի անունը այլևս փակված օծանելիքի պես չէ, ինչպես երկար ժամանակ եղել էր, այլ նման է թափված օծանելիքի, ինչը ցույց է տալիս թե նրա շնորհի ազատությունը և թե նրա շնորհի լիությունը, որը ավետարանի միջոցով հաղորդվում է մարդկանց։